Շնորհակալություն, պարոն Ավինյան, երկու հարց ունեմ։ Առաջինը կապված է խցանումների կառավարման ճգնաժամային հանձնաժողովի հետ, որը վերջերս ստեղծվել է վարչապետի, կարելի ասել, նախաձեռնությամբ։ Նպատակը Երևանի խցանումներին լուծում տալն է։ Ես ուզում եմ հասկանալ ինչ ուղղություններ են եղել քննարկումները հիմնական եւ որքանով էր դրա անհրաժեշտությունը, որովհետեւ այն որ քաղաքում կան խցանումներ, կարծես բոլորս գիտենք եւ այս թիմի, այս հանձնաժողովի առանձնահատկությունը որն է եւ ինչ ակնկալիքներ ունենք այս հանձնաժողովից, կարծեմ նաեւ եղել է արդեն նաեւ առաջին հանդիպումը նիստը։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է իհարկե մատչելիությանը։ Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը Երևանում բավականին փոխվել է տրանսպորտային ցանցի շնորհիվ, իհարկե դեռևս բարելավման բազմաթիվ գործ ունենք անելու, բայց այն որ տրանսպորտը ամենակարևոր միջոցն է մարդու մյուս իրավունքներից օգտվելու համար, սա միանշանակ է, բայց այստեղ մենք շատ լուրջ անելիք ունենք, կարծում եմ մասնավոր սեկտորի հետ, պարոն Ավինյան, խոսքը հատկապես առևտրի եւ ծառայությունների կետերին է վերաբերում, արդյոք քաղաքապետարանը նախատեսում է աշխատանք իրականացնել այս ոլորտի տնտեսվարողների հետ, որոշակի ժամկետում արդեն կառուցված եւ գործող ծառայությունները մատչելի դարձնելու նվազագույն պայմաններ ապահովելու։ Ես նաև ձեզ տարբեր առաջարկներով պաշտոնապես եմ դիմել, մասնավորապես դրանք կարող են լինել մուտքի հարմարեցումներ, շարժական թեքահարթակներ, սանհանգույցներ եւ այլն, որովհետեւ ես կարծում եմ, որ առնվազն ամոթ է, որ մենք Երևանում ունենանք շատ լավ ծառայություններ, որոնք մատչելի չեն բոլորին։ Իսկ մենք այդպիսի շատ կարևոր ծառայություններ ունենք մայրաքաղաքում, հետեւաբար հարցս այն է, թե արդյոք մենք նախատեսում ենք նման ակտիվ աշխատանք մեր տնտեսվարողների հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան։ Խցանումների վերաբերյալ հարցի հետ ճգնաժամային կառավարման հանձնաժողովը այո ստեղծվել է եւ մենք ունեցել ենք մեր առաջին նիստը դեռևս նախորդ շաբաթ։ Իրականում այդտեղ շատ կարեւոր է հասկանալ, որ խցանումները իրենք տնտեսական որոշակի ակտիվության հետևանք են։ Դա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում եւ որոշակի, այսպես ասած, հնարավորությունները ավելանում են։ Սա հստակ արձանագրում է, որովհետեւ միայն Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում վերջին 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել։ Եվ այդ բոլոր ավտոմեքենաները միանգամից դառնում են, ել չասեմ, դա միայն Երևանում, հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը ել չասած, այսինքն իրենք նույնպես վստահաբար Երևանի փողոցներով երթևեկում են։ Եվ հիմնական ճանապարհը, որով որ կարող է գնալ ճգնաժամային մեր այս հանձնաժողովը, կարճաժամկետ լուծումների մասով, կրկին անգամ կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա, իսկ ավտոբուսային գծերի ավելացման վրա, որոշակի սահմանափակումներ անձնական ավտոմեքենաների մասով, որովհետև կրկին աշխարհը ուրիշ դեռևս մեխանիզմ չի մտածել, քան հնարավորություններ տալ հանրային տրանսպորտին եւ սահմանափակել անհատական ավտոմեքենաների երթևեկությունը եւ իհարկե նաեւ տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել նախորդ հանձնաժողովի նիստին, որով որ անկյունակարային մեր խաչմերուկներում մենք պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցեր ունենալու, որոնք որ նաեւ հաշվի կառնեն հոսքերը տարբեր ժամերի եւ այդ ինքնակարգավորվող իրենց ռեժիմները կփոխեն քաղաքում տարբեր ժամերին տարբեր հոսքերի համար։ Սա է հիմնական տրամաբանությունը, սրան ի շարունակություն գալիս է Երևանի թիմ օրենքը, որը էական փոփոխություններ է առաջարկում սխալ տեղերում կայանված
տրված ավտոմեքենաների համար եւ այստեղ մենք ունենք սկզբունքային համաձայնություն ներքին գործերի նախարարության հետ, որ կարելի է պատվիրակել ընկերությանը, որը որ ընկերությունների, որոնք որ քարշակներով կհանեն այդ ավտոմեքենաները, որովհետեւ իրենք էականորեն մեծ խցանումներ առաջացնող խոչընդոտ են, եւ երթիմ օրենքը հենց հիմա կոմիտեի նիստում քննարկվում է, ասենց սրանից հետո միանգամից գնում եմ շարունակեմ կոմիտեի նիստին մասնակցել եւ ես ուրախ կլինեմ նաեւ այստեղ շարունակությունը քննարկել։ Ինչ վերաբերում է մատչելիությանը, Տիկին Մաթոյան, դուք հանրային տրանսպորտը նշեցիք, ես ուզում եմ ավելացնել, որ Երևանի քաղաքապետարանը որոշակի բյուջե է հատկացնում տաքսի ծառայության համար եւ չգիտեմ նախորդ քննարկմանը դուք ներկա եք եղել, այդտեղ մենք որոշակի սուբսիդավորմամբ կարծում եմ կկայացնենք այդ տաքսի ծառայության հնարավորությունը։ Ինչ վերաբերում է նոր կառուցվող մուտքերին, շենքերին, որևէ բան, որը նոր թույլտվություն է ստանում, դրանք բոլորը պարտադիր ամենախիստ նորմերով պետք պահպանում են մատչելիության կանոնները եւ արդեն իսկ եղած շենքերում, մուտքերում կարգավորումների հետ կապված ես կարծում եմ մեր երթիմ նոր օրենսդրության շրջանակում կրկին կարող ենք քննարկել եւ այդտեղ վստահորեն լուծումներ կան։ Ընտրեմ Տիկին Բաթոյան։ Միայն վերջին հարցին արձագանքեմ, պարոն Ավինյան, օրենսդրական խնդիր համենայն դեպս ես կարծում եմ, որ չունենք, մենք ազգային ժողովի գործընկերների հետ ենք քննարկել, ինչու, որովհետև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը հստակ սահմանում է տիմերի լիազորությունները։ Այսինքն այստեղ գուցե մենք քաղաքապետարանի գործընկերների հետ քննարկենք, այստեղ ես կարծում եմ, որ գուցե ավականու որոշման կամ քաղաքապետի որոշման այս ենթաօրենսդրական կամ համայնքի մակարդակում որոշումների կայացման խնդիր կա, որովհետև մեծամասամբ ես կարծում եմ, որ խնդիրը չիմացությունն է շատ հաճախ, այսինքն տնտեսվարողները ոչ թե մեծ ծախսերի բերումով կամ դիտավորությամբ չեն ապահովում այդ մատչելիությունը, այլ պարզապես իրենց հետ ճիշտ կոմունիկացիայի, այդ թվում երբեմն այո, պարտադրանքի լեզվով խոսելու կարիք կա, եւ ես կարծում եմ, որ մենք միայն մասնավոր նաեւ համակարգի սեկտորի հետ համագործակցելով կարող ենք ունենալ դրական արդյունք Երևանում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, վստահաբար կարող ենք իհարկե կոմունիկացիայով որոշ չափ խնդիր լուծել, բայց ես երթիմի մասին խոսելիս նաև սանկցիան նկատի ունեի, պարտադրանքի հատվածը, որը որ նույնպես կարևոր է, որպեսզի այդ գործը գլուխ բերենք, այսպես ասած, մեծ մասշտաբով։ Շնորհակալություն, ընտրեմ պարոն Դանելյան։ Շնորհակալ եմ, մի քանի հարցեր ունեմ, պարոն Ավինյան ձեզ։ Առաջին հարցս վերաբերվում է կարմիր գծերին։ Տեսեք, տասնապատիկ թանկացավ կարմիր գծերի